Ինչ իրավիճակ է այս պահին Իրանում։ Զանգվածային ոչնչացման երկու կարևոր զենքի հետ կապված ֆաթվա գոյություն ունի։ Պատերազմի դուրս եկել աշխարհի գերեզոր տերության դեմ, Իրանը ամեն դեպքում հենց հիմա հաղթական է։ Իրավականի դաշտում ինչ-որ կերպ տեղավորվում է։ Ուժեղ հարվածներ են իջեցվում միմյանց թիրախներին, անհավասար պատերազմ է իրականացվում։ Որ պարագայում կարող է համարվել Իրանը հաղթած կամ հակառակը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մանավանդ տարածքային ամբողջականության տեսակետից իմ կարծիքով այլընտրանք չունի։ Երկիր կանգնեցնի մասնատման վտանգի դեմ հանդիման։ Իրանի պարտությունը բացասական հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի համար։ Քաղաքական գիտության դրսևորում։ Հզոր Իրանն է, որ կարող է լինել, թուլացած մասնատված Իրանը նույնքան կարող է վնասաբեր լինել եւ աղետաբեր։ 48 ժամ հետո նոր ցավակցության խոսք հղվեց։ Հանրապես բարձի թողի վիճակ է լինելու, այս դեպքում բացասական նշանակություն։ Կարծում եմ դեռ կշարունակվի։ Առաջի տեղը Հայաստանն է լինել։ Ինչ իրավիճակ է այս պահին Իրանում, ինչպիսի տեղեկություններ ունեք եւ ինչպես է գնահատում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի այս փուլը։ Հրթիռակոծություն կա երկուստեք, երկու կողմից էլ ուժեղ հարվածներ են իջեցվում միմյանց թիրախներին։ Թվում էր, որ ամերիկացիները իրենց նախնական զրույցներում ասում էին, որ մենք միայն ռազմական, զինվորական թիրախներն ենք խոցելու, բայց պարզվում է, որ այդպես չի, արդեն մի հատ օյորտաց դպրոց են խոցել, որ բավականին մեծ թվով զոհեր կան, նույնպես եւ հիվանդանոցներն են թիրախավորում, որ դա էլ ունի մարդասիրական առումով իր լուրջ հանցագործության տարրերը։ Ամեն դեպքում այդ կարող եմ ասել, իսկ Իրանի բանն էլ, որ մեծ հակապրոպագանդա ծավալվեց, որ իբր հյուրանոցներին են հարվածում, այդ հյուրանոցների մեջ զինվորականներ են եղել եւ դա արդեն համարվում է օրինավոր թիրախ, երբ որ քո թշնամի կամ հակառակորդը իր ռազմական բանում մի որևէ օբյեկտում ներկայացված է, արդեն կարելի է դա խոցել։ Բայց հիվանդանոցների եւ տարրական դպրոցների հարցը ես չեմ անում ինչ որ իրավական հիմնավորումով կարելի արդարացնել։ Ամեն դեպքում սա է կացությունը եւ կարծում եմ դեռ կշարունակվի։ Բայց արդյոք այսօր աշխարհի քաղաքական վիճակը իրավականի դաշտում ինչ-որ կերպ տեղավորվում է։ Դե բնականաբար ոչ, եթե կողմերից մեկը ԱՄՆ-ն է, իհարկե կամ Իսրայելը, բնականաբար օրենքները երկակի ստանդարտներով են կիրարկվում կամ կկիրարկվեն, ես կարծում եմ։ Օրինակ դարձել է կարծես դիվանագիտական նարատիվի ինչ-որ օրինաչափություն, որ դատապարտում են երկուստեք, երկու կողմին էլ բան, առանց նկատի առնելով, որ ով է սկսել պատերազմը եւ ինչ թիրախների է հարվածում։ Այս մանրամասնությունները կարծես իրավական դաշտ դեռ չեն մտել եւ չեն դարձել դիրքորոշում այս պատերազմի հետ կապված։ Պարոն Խանլարյան, ինչ կարող է նշանակել Իրանի հաղթանակը եւ որ պարագայում կարող է համարվել Իրանը հաղթած կամ հակառակը։ Տեսեք, ես կարծում եմ հետեւյալ իրողության լույսի տակ, որ Իրանը պատերազմի դուրս եկել աշխարհի գերեզոր տերության դեմ կամ այդպես պատերազմ պարտադրվել է ավելի ճիշտ բառերով այդ ասենք, դրան գումարած նաև տարածաշրջանի, այսինքն Մերձավոր Արևելքի ամենաուժեղ պետություններից մեկը, անձինս Իսրայելի, ես կարծում եմ, եւ դեռ սրան պիտի ավելացնել նաև ծոցի արաբական երկրներին, կարծում եմ հսկայական ճակատի դեմ է պատերազմում այսօր Իրանը, ես կարծում եմ գոյատևումը այս պատերազմի, ինչքան քանի օր էլ որ տևի, ես չեմ կարող նախատեսել, բայց ամեն դեպքում այս պատերազմի մեջ կանգնելը եւ շարունակելը ինքնին իմ կարծիքով հաղթանակ է, եթե նկատի առնենք, որ անհավասար պատերազմ է իրականացվում
այդ պատճառներով, որ նշեցի, ես կարծում եմ Իրանը ամեն դեպքում հենց հիմա էլ հաղթական է, կարծեմ, այս կարելի է ասել արդեն հաղթական վիճակի մեջ է, որովհետև կարողանում է այդ բոլոր հարվածներին դիմագրավել եւ փորձում է համարժեք պատասխան տալ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանում առաջնորդի թեկնածուներ ունեն։ Ինչ եք կարծում, ինչպիսի իշխանություն են ուզում այնտեղ ստեղծել, ինչ թեկնածուներ ունեն։ Գիտեք, զոհված առաջնորդի դեմ տարիներ բան ունեին, խնդիրներ կար, եւ կար այն թեորիան, որ այդ առաջնորդի փոփոխությամբ քաղաքական փոփոխություններ կարող են առաջանալ։ Նախ պետք է ասեմ, որ Իրանում, ինչպես նաև շատ ուրիշ կայացած հզոր պետություններում, անձից կախված չէ այդ արտաքին քաղաքական, այսինքն անձի փոփոխությամբ անպայման չի փոխվելու քաղաքական դոկտրինաները։ Իհարկե կարող են մարտավարական առումով փոփոխություններ լինել, բայց այտենց բան ես կարծում եմ չկա։ Դա ասում եմ հատուկ է կայացած պետություններին, հզոր պետություններին, այս դեպքում էլ մենք գործ ունենք այդպիսի մի պետության հետ։ Բայց այդ որ ինքը գաղափարներ ունի պարոն Թրամփը մյուս առաջնորդի հետ եւ այլն, սրա մեջ ես այլ իրողություն եմ փորձում գտնել, որ հակառակ Իսրայելին ԱՄՆ-ն կարծես հակված չի վարչակարգի փոփոխության, այսինքն ռեժիմ չենջի հարցը, որ անընդհատ իսրայելցիների կողմից բարձրացվում է եւ նույնիսկ այլընտրանք է առաջարկվում հանձինս Ռեզա Փահլավիի եւ այլն, նման մի քաղաքական կուրս ես չեմ նկատում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որի ապացույցներից մեկը հենց այդ մյուս առաջնորդի վերաբերյալ գաղափար ունենալու հարցն է, որ արծարծեց Թրամփ, այսինքն նա կարծես ինչ-որ առումով խնդիր չունի այդ ռեժիմի փոփոխության, այլ որոշ անհատների փոփոխությամբ մտածում է կարող է ինչ-որ պայմաններ ստեղծել կամ տարբեր պայմաններ ստեղծել Իրան-ԱՄՆ հարաբերությունների առումով։ Այս տարբերությունը ռազմավարական տարբերություն նշмарելի է արդեն, ինչպես 2 ամիս առաջ էլ էր նշмарելի ԱՄՆ եւ Իսրայել պետությունների հետապնդած նպատակներից, այս ռազմավարական տարբերությունը այդ հարցով ավելի է ապացուցում ինձ համար։ Երեք Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանը հայտարարեց, որ Իրանի պարտությունը բացասական հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի համար։ Ինչ բացասական հետևանքների մասին է խոսքը, ինչ վնասների եւ ինչպես դա կարող է արտահայտվել Հայաստանի Հանրապետության վրա։ Տեսեք, ցանկացած նախ ընդհանուր մի բան կա, որ եթե ցանկացած պատերազմ Հայաստանի հարևանության մեջ պատահում է, բնականաբար չի կարող դրականացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, արտաքին առևտրի եւ շատ ուրիշ հարցերի վրա։ Սա մեկ ընդհանուր ֆոն է, իսկ որոշակիորեն Իրանի դեպքում ես կարծում եմ, եթե Իսրայելը իր հետապնդած նպատակներում, այսինքն ռեժիմի փոփոխության հարցում հաջողի եւ պարտադրի մի ինչ-որ նոր ռեժիմ կամ նոր վարչակարգ Իրանին, ես կարծում եմ այդ ռեժիմը ինչ էլ որ լինի, թագավորական լինի, չգիտեմ, արևմտյան, դեմոկրատական, որևէ բան, ես չեմ կարծում ունենա այն հզոր պատվանդանը կամ այն հզոր առանցքը գաղափարախոսական նկատի ունեմ, որպեսզի կարողանա Իրանի հողային ամբողջականություն, տարածքային ամբողջականություն եւ ինքնիշխանությունը պահպանի։ Այդ իմաստով Իրանի Իսլամական Հանրապետությունը մանավանդ տարածքային ամբողջականության տեսակետից իմ կարծիքով այլ ընտրանք չունի։ Ցանկացած ռեժիմ կարող է արագ տեմպերով ցանկանա թե ոչ երկիր կանգնեցնի մասնատման վտանգի դեմ հանդիման։ Այս իմաստով նաև եթե այդ տերը մի արած այդ սցենարն իրականացվի, այսինքն մենք Իրանի կենտրոնական եւ հզոր պետության փոխարեն ունենանք թուլացած կամ մասնատված մի քանի պետությունների որպես հարևան,
Դա այդ լուրջ վտանգներից ամեն դեպքում Հայաստանի եւ հայության համար հզոր Իրանն է, որ կարող է լինել ապահով հարևան։ Իսկ թուլացած մասնատված Իրանը նույնքան կարող է վնասաբեր լինել եւ աղետաբեր։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների քայլերը ինչպես է գնահատում մասնավորապես Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ 48 ժամ հետո նոր ցավակցության խոսք հղվեց, ինչ եք կարծում, սա ինչով էր պայմանավորված։ Տեսեք, ես երեգիշեր լսում էի իշխանության կարկառուն դեմքերից մեկի բացադրական այս կապակցությամբ եւ ի զարմանս ասում էր, որ ինչ կապ ունի, շուտ ենք ցավակցել, թե ուշ ենք ցավակցել եւ այլն։ Ես զարմանում եմ, որովհետեւ քաղաքականության այբուբենին տարական այբուբենին ծանոթ մարդը գիտի, որ այդ ուշը շուտը բավականին մեծ նշանակություն կարող է ունենալ։ Այս որ եթե ուշ են կարել ինչ կապ ունի, այդ իմ կարծիքով ոչ թե հիմնավորում է, այլ տգիտության դրսևորում, քաղաքական տգիտության դրսևորում։ Իհարկե նշանակություն ունի եւ կարեւոր նշանակություն ունի։ Մանավանդ եթե դու հարևանիդ հետ ես հարցը, հարևանիդ է պատահել այս խնդիրը, տեսեք, տարբեր բան է, դու քաղաքական վեկտորդ փոխում ես, չգիտեմ, ռազմավարական նոր գործընկերներ ես ձեռք բերում հանձինս Թրամփին եւ այլն, սա մի հարց է։ Իսկ եթե դու ունես անկախություն եւ ունես ինքնիշխանություն բավարար չափով, արդեն հարևանին անմիջապես ցավակցություն հայտնելը կարող ես ունենալ եւ չվտանգվի այդ գործընկերության հիմքերը։ Եթե դու ունես, նորից եմ շեշտում, ինքնիշխանության եւ քաղաքական կամք այս ուղղությամբ։ Ես կարծում եմ դա դրսևորեց այդ խնդիրը, որ ճիշտ կարծես պիտի նախապես ինչ-որ ստուգեին, հետո այդ քայլին դիմեին։ Թույլտվության էին սպասում։ Երևի, չգիտեմ, իսկապես չգիտեմ, չի բացադրվում ոչ մի բանով այս ուշացումը։ Եվ եթե ուշացում կա այդ տեսակ հարցերի մեջ, ես կարծում եմ ունի իր քաղաքական հատուկ նշանակությունը եւ այս դեպքում բացասական նշանակություն։ Իսկ ինչպես է գնահատում իշխանությունների քայլերը այս պահին թիրախում գտնվող երկրներում գտնվող հայ համայնքների նկատմամբ, կամ արդյոք կան նման քայլեր, որովհետեւ մենք տեսանելի ոչինչ չունենք։ Տեսեք, ես չեմ իմանում հիմա որոշակի կոնկրետ ինչ քայլերի է դիմում հայկական իշխանությունը։ Իսրայելում ունենք, Իրանում ունենք։ Այո, բայց անցյալի պրակտիկան ցույց է տալիս, որ գրեթե ոչ մի քայլ չի ձեռնարկվելու այս դեպքում, որտեղ նախկինում եղել են նման օրինակ, ասենք, ճգնաժամային պահեր Սիրիայում, հենց Իրան-Իսրայել անցյալ տարվա պատերազմի 12-օրյա պատերազմի ընթացքում։ Ու տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ կոնկրետ որոշակի աստեցիկ կամ օգտակար քայլի չեն ձեռնարկում։ Ենթադրում եմ այս անգամ էլ հենց այնպես մի բան է կամ հանրապես բարձի թողի վիճակ է լինելու եւ չեմ անում։ Դա Աստված որ արդեն մի քիչ փոխված լինի, բայց ես չեմ կարծում։ Իսկ Իրանից ներգաղթ, նման արտագաղթ, նման հնարավորություն, հավանականություն տեսնում եք։ Ի վերջո 90 միլիոն բնակչություն ունեցող երկիր է եւ եթե պատերազմը երկարի, բնականաբար կլինի, չէ՞։ Եվ առաջին կետն էլ հենց Հայաստանը կլինի։ Իհարկե կլինի, բայց Հայաստանից բացի այլ ուղղություններ նաև կան, հենց Ադրբեջանը, չգիտեմ, Իրաքը, Թուրքիա հատկապես։ Անցյալ տարվա պատերազմը ցույց տվեց, որ այդպես մեծ խոճապային վիճակ չկար անցյալ տարի։ Կարծում եմ, այս տարի էլ եթե այդքան երկար չտևի, չի լինելու խոճապային իրավիճակ։ Իհարկե հայ համայնքի եւ հայության համար բնականաբար եթե փորձեն ապահով տեղեր տեղափոխվել, առաջի տեղը Հայաստանն է լինելու։ Բայց տենց մի շարժ ես չեմ նկատել։ Դա Աստված որ չլինի այդ պատճառով, այսինքն լինի դեպի Հայաստան գաղթը, բայց ոչ այդ պատճառներով։
Պարոն Խանլարյան, այս ամբողջ պայքարը ԱՄՆ-ի եւ Իսրայելի Իրանի դեմ պայմանավորված է միջուկային զենքով, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք։ Ի վերջո ունի, թե ոչ, ըստ ձեզ։ Եվ կարող է հասնել այն կետին, որ եթե ունի, օգտագործի։ Ես կարծում եմ, տեսեք, Իրանի Իսլամական Հանրապետության ամբողջ սխեմա, ամբողջ անատոմին պետք է լավ հասկանալ։ Տեսեք, թեոկրատիկ երկիր է Իրանը։ Նման երկրներում կրոնապետի կամ առաջնորդի, գերագույն առաջնորդի խոսքը բավականին կարևոր նշանակություն ունի բոլոր բնագավառներում կյանքի։ Ասեմ ձեզ, որ Այաթոլլահ Խոմեյնիի ժամանակ մի ֆաթվա հրապարակվեց, ֆաթվան իրանց կրոնական հրովարտակն է, մի ֆաթվա հրատարակվեց քիմիական զենքերի մասին, որ արգելվում էր քիմիական զենքի արտադրությունը, գործածումը, առևտուրը եւ այլն, բոլոր մանրամասնություններով։ Մի քանի տարի հետո նմանօրինակ մի ֆաթվա, այսինքն որ ասում եմ մի 30 տարի առաջվա կամ 25 տարի առաջվա հարց է։ Նման մի ֆաթվա տվել է Այաթոլլահ Խամենեին նաև ատոմական զենքի հետ կապված։ Այսինքն զանգվածային ոչնչացման երկու կարևոր զենքի հետ կապված ֆաթվա գոյություն ունի։ Ատոմական զենքն էլ իր արտադրությունը, առևտուրը, գործածությունը եւ այլն բոլոր սրանք արգելված են։ Ինչպես կարելի ասել, թաբու է սա։ Սա պիտի թեոկրատիկ պետությունների վիճակը լավ ճանաչելով հասկանալ, որ չի կարող տես մի բան գոյություն ունենալ։ Հիմա տեսեք, քանի անգամներ, բազմաթիվ անգամներ Նաթանյահուն հայտարարել է, որ էսա մինչև մի շաբաթ, չգիտեմ, մինչև 3 ամիս Իրանը ունենալու է ատոմական զենք։ Բայց ուր է, տարիներ շարունակ էս հակապրոպագանդա տեղի է ունենում եւ արդյունքում ոչ մի բան էլ չկա։ Դեռ չեմ խոսում տեխնիկական խնդիրների հետ կապված, որ կարծում եմ դրանք ամեն դեպքում նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության գիտատեխնիկական մակարդակը, այդ հարցը հեշտ լուծվելի խնդիր է, բայց կամքը գոյություն չունի, ցանկությունը գոյություն չունի։ Եթե ունենար, ես հավատացած եմ, որ կարտադրվեր այս տարիների, այս ամբողջ տարիների ընթացքին։ Տեսեք, հարցը 1-2 ամսվա կամ 2-3 տարվա խնդիր չի։ Արդեն 30 տարի ավել, 35 տարի ես լսեցի, որ առաջին անգամ 84-ին է Իսրայելը հայտարարել այդ մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը զենք է։ Տեսեք, քանի տարի է անցել այդ 40 տարվա մոտ անցյալ ունի այս հակապրոպագանդան։ Եվս 40 տարիների մեջ ես հավատացած եմ, եթե գոյություն ունենար նման ցանկություն, գոյություն ունենար նման կամք, այո, ատոմական զենքը կարտադրվեր, բայց որ չի արտադրվել, նշանակում է չի էլ արտադրվելու կամ ընդհանրապես այդ էջը փակ է Իրանի համար։ Սրանք պատրվակներ են քաղաքական այլ բնագավառներում բանանելու համար, զիջումներ կորզելու կամ ինչ-որ փուաններ ստանալու քաղաքական առումով։ Տեսեք, այդ առանցքից բացի երկրորդ մի առանցք էլ գոյություն ունի ԱՄՆ քաղաքականության մեջ, դա բալեստիկ հրթիռների արտադրության սահմանափակումն է եւ ընդհանրապես այդ էջը փակելու խնդիր են դնում իրենք, այս ռեալ է։ Իրանը վաղուց նկատի առնելով, որ տարածաշրջանում հակառակորդ պետությունները իր հակառակորդ պետությունները եւ շարժումներն ունեն այդ կարգի ռազմավարական զենքեր, զինատեսակներ, ինքը վաղուց ձեռնարկել է այդ հրթիռների արտադրությանը, բալեստիկ հրթիռների, բավականին զարգացել է այդ ճյուղի մեջ։ Եվ կարողացել է միջին հեռավորության հրթիռներ, բալեստիկ հրթիռներ արդեն արտադրել մեծ քանակությամբ։ Սա իհարկե մտահոգում է ոչ թե ԱՄՆ-ին անպայման, այլ առավել քան ԱՄՆ-ին Իսրայելին է մտահոգում այս խնդիրը, բնական պատճառներով։ Հիմա տեսեք, ինչ կապ ունի այս խնդիրները միմյանց, որ սկզբում են մի քանի տարի առաջ, որ ատոմական հարցի վերաբերյալ սկսեցին որոշ բանակցություններ ուրանի հարստացման սահմանափակման կամ
վերացման ուղղությամբ եւ այդ բանակցություններ գնում էր, միանգամից այդ բանակցությունների մեջ արծարծվեց նաեւ բալեստիկ հրթիռների բանը։ Միշտեր բալեստիկ հրթիռներն ինքնապաշտպանության համակարգ է եւ Իրանը իրավունք ունի այդ կարգի ինքնապաշտպանության համակարգ եւ մեխանիզմ ունենալու։ Սա է հարցը, որ այդ չգիտեմ ինչու են հիմա խառնել այս խնդիրը։ Այսինքն գիտեմ պատճառը բարձր, բայց այդ չէր նախնական խնդիրներն։ Այսինքն այդ հիմա տեսեք ինչա նաեւ հիմնավորում Թրամփը, ասում է անմիջական սպառնալիք էի զգում Իրանից եւ միշտ Իրանի այդ բալեստիկ հրթիռների հեռավորություն չի հասնում ԱՄՆ-ը։ Ինչից էր մտահոգ որպես ԱՄՆ-ի դեմ անմիջական սպառնալիք, ինքը շատ լավ գիտի եւ տարիներ շարունակ ԱՄՆ-ի ղեկավարները չեն ընկել Իսրայելի հետ խաղի մեջ, որ էսա մինչեւ 2 ամիս ատոմական զենք կարտադրի, հիմա ընկան այդ Թրամփը ընկավ այդ ջրերի մեջ եւ սխալ հիմնավորումներով ասում է, որ արդեն մոտ են ատոմական զենքի պարտադիր եւ երկրորդ խնդիրը այդ բալեստիկ հրթիռներն ինչ անմիջական սպառնալիք կարող է լինել ԱՄՆ-ի ժողովրդի նկատմամբ։ Ես չեմ հասկանում։ Եթե չի հասնում ԱՄՆ եւ այդ ինչ շահերի կամ խնդիրների մասին է խոսում, որ անմիջական սպառնալիք։ Այդ իհարկե ես այսքան հասկանում եմ, որ Թրամփը առանց կոնգրեսի եւ սենատի թույլտվության պատերազմ հայտարարելու կամ պատերազմ սկսելու համար պետք ուներ անմիջական սպառնալիքի խնդիրը մի քիչ մեծացնելու, բայց դրա հիմունքները սխալ են իմ կարծիքով։ Իսկ ինչ եք կարծում, ինչու հենց Թրամփը որոշեց մտնել այդ խաղի մեջ։ Տեսեք, ես կարծում եմ, ստեղում ԱՄՆ-ն կատարում է Իսրայելի քաղաքական կամքը Իրանին հարվածելու հարցում։ Թեև ասեցի եւ նորից եմ ուզում շեշտել, ռազմավարական նպատակները մի քիչ կարելի է տարբերակել Իսրայելի եւ ԱՄՆ-ի, բայց այս հանգրվանում ես կարծում եմ ԱՄՆ-ն Իսրայելին հարվածել, Իսրայելի շահերը պաշտպանելու նպատակով է մտել այս խաղի մեջ, որպեսզի կարողանա այդ բալեստիկ հրթիռների համակարգը շարքից անի Իրանի։ Ատոմականը ես չեմ կարծում այդ իմաստով լուրջ խնդիրներ գոյ մտահոգություններ լինի, հիմնական խնդիրը այդ բալեստիկ հրթիռների խնդիրն է եւ proxy ուժերին հովանավորելու հարցն է, որ միշտ էլ Իսրայելը հարցից դժգոհել է, որ Իրանը հովանավորում է Համասին էլ, Հեզբոլլահին էլ եւ հութիներին Եմենի։ Այս խնդիրը կա։ Սրանք չեզոքացնելու կամ սրանք մեջտեղից հանելու մտահոգությամբ ԱՄՆ-ն եկել է Իսրայելին օգնելու այս հակաիրանական պատերազմում։ Մենք նկատեցինք Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը Իրանին։ Հնարավոր է գործուն քայլերով ներգրավվածություն այս պատերազմի մեջ այդ երկու երկրների։ Հատկապես Ռուսաստանի դեպքում չի թվում, որ խոսքի եւ դիվանագիտական որոշ ջանքերից անցնի այս աջակցության հարցը։ Չինաստանինը մի քիչ ավելի կարելի է մտածել, չկա դեռ որևէ փաստ, բայց կարելի է մտածել, որ որոշ գործնական աջակցություն, ռազմական աջակցություն կարող է լինել։ Բայց Ռուսաստանը, որովհետև Ուկրաինայի հարցում ինքը պատերազմի մեջ է մտել։ Հիմա այս վերջերն երեք լսեցի Ուկրաինան մի առաջարկով է հանդես եկել, որ իր հակադրոնային անօդաչու սարքերի դեմ պայքարի մեջ իր ուժերը տրամադրի ԱՄՆ-ին եւ Իսրայելին իրանական դրոնները չեզոքացնելու հարցում։ Այս չեմ ամ կփոխի արդյոք այս խաղի ընդհանուր հավասարումը թե ոչ, այսինքն եթե Ուկրաինան անտես կա ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողքին, արդյոք Ռուսաստանը կունենա բավականին մոտիվացիա ավելի գործնական աջակցություն ցուցաբերելու Իրանին, ես չգիտեմ, դեռ պիտի տեսնել ինչ է ընթացքը։ Հետաքրքիր բանը ստեղում ՆԱԹՕ-ի դիրքորոշումն էր, որ չմիացավ էս բանին, այս ճակատին, որ այդ ինքնին բավականին հետաքրքիր է։ Դա նշանակում է, որ Թուրքիան էլ գործնական աստեցություն չի ունենալու այս հարցերին։ Թեև
չի բացառվում, որ իր տարածքը, նույնպես եւ Ադրբեջանը, իրենց տարածքները տրամադրեն հակաիրանական գործողությունների համար։ Հիմա Ադրբեջանի հարցը նշում եմ, որովհետեւ Ադրբեջանում Իսրայելը ունի բավականին լուրջ լրտեսական եւ զինվորական ներկայացվածություն, հատկապես լրտեսական, եւ միգուցե այդ ավելանա որպես ֆակտոր այս պատերազմի հարցում։ Շնորհակալ եմ, պարոն Խանոյան։ Խնդրեմ։ Ես եմ շնորհակալ։